Կոնգոյում էբոլայի բռնկումը դուրս է գալիս վերահսկողությունից։ Մահերի թիվն արդեն անցել է 2500-ը։ Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը ահազանգում է, վարակի տարածման տեմպն ավելի արագ է, քան դրա դեմ պայքարի միջոցառումներն են հասցնում կազմակերպել։ Օգոստոսի 19-ի դրությամբ երկրում հաստատվել է ավելի քան 5200 դեպք։ Բռնկումը տարածվել է 6 նահանգում։ Հիմնական օջախներից մեկը շարունակում է մնալ տարբեր խմբավորումների հակամարտությունից տուժած Իտուրին։ Վերջին օրերին յուրաքանչյուր 30 րոպեն մեկ մարդ է մահանում էբոլայից։ Իրական դեպքերի ու մահերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քանի որ ոչ բոլոր դեպքերն են հայտնաբերվում։ Կազմակերպության տվյալով մահերի 62%-ը գրանցվում է բուժկենտրոններից դուրս։ Շատ հիվանդներ մահանում են տանը կամ իրենց համայնքներում բուժօգնություն չստանալու հետևանքով։ Մեզ այժմ անհրաժեշտ են ավելի արագ և ճկուն միջոցառումներ, որպեսզի հիվանդության դեպքերը վաղ փուլում հայտնաբերվեն, փոխանցման շղթաները ընդհատվեն և կյանքեր փրկվեն։ Իրավիճակը բարդացնում են նաև զինված հակամարտությունն ու բնակչության անվստահությունը։ Բուժաշխատողների դեմ հարձակումներն ու հիվանդության վերաբերյալ ապատեղեկատվությունը խոչընդոտում են վարակվածների հայտնաբերմանն ու բուժմանը։ Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել, բողոքելով բժիշկների վրա հարձակումների դեմ։ Մենք չենք ուզում, որ էբոլան տարածվի Բենի քաղաքում։ Պատրաստ ենք աջակցել արձագանքման խմբերին բռնկումը դադարեցնելու և հիվանդության տարածումը կանխելու համար։ Ես եկել եմ, որովհետև տեսնում եմ այս հիվանդության լրջությունը և եթե մենք լռենք, այս իրավիճակը կարող է կործանել մեր համայնքը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյին հատկացնում է էբոլայի դեմ Էվրեբո պատվաստանյութի 70,000 դեղաչափ, որից 20,000-ը նախատեսված է կլինիկական փորձարկումների, 50,000-ը բուժաշխատողների և առաջին գծում աշխատողների համար։ Սակայն այս բռնկումն առաջացրած շտամի դեմ հաստատված պատվաստանյութ կամ բուժում դեռ չկա։ Էրվեբոյի փորձարկումները պետք է պարզեն, արդյոք այն կարող է պաշտպանել նաև այս շտամից։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդելյան, Հայլուր։